Գյումրեցի 26-ամյա Անուշ Ավան Հարությունյանին այսօր խուլիգանություն կատարելու մեղադրանք առաջադրվեց Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բախումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Սա այս գործով առաջադրված արդեն երկրորդ մեղադրանքն է, որը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 200-պատիկից 500-պատիկի չափով կամ ազատազրկմամբ, առավելագույնը 5 տարի ժամկետով։ Խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ չհեռանալը։ Անուշ Ավան Հարությունյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, թե ինչ պատիժ է նախատեսված, չի էլ հետաքրքրվել։ Ես չեմ համաձայնվել, մեղավոր չեմ ճանաչում։ Երևի մոտավորապես 1-2 ժամուկես հարցաքննեցին, դե ինչ հարցնեն, ես ասել եմ, որ այս ցուցմունքս ինչ որ տվել եմ, ուրիշ ավելցնելու բան չունի։ Ցուցմունքում ինչ ես նշել, որ մասնակցել ես ցույցին։ Որ մասնակցել եմ։ Ոչ մի բան չեմ եղել։ Այդ հոդվածը, որով ձեր դեմ մեղադրանք է առաջադրում, ինչ պատիժ է սահմանում։ Չգիտեմ։ Չեն ասել ինչ է նախատեսել։ Ես ոչ է հարցրեցին, ինչի է հետաքրքրել է։ Անցած ավելի քան 1 ամսվա ընթացքում երիտասարդին ոստիկանությունում ընդամենը 1 անգամ էին հարցաքննել վկայի կարգավիճակով։ Հնարավոր զարգացումներից անտեղյակ երիտասարդը տոմս էր գնել ու հենց այսօր պատրաստվում էր արտագնա աշխատանքի մեկնել։ Հիմա ստիպված էր տոմսը վերադարձնել կրելով նյութական վնաս։ Տոմսը 3 է արել, որ այսօր մի թռնեի, հետ տվեցի տոմսը։ Աստորեն դուրվել եք։ Փաստորեն։ Ինչքան է ձեր վնասը։ Չգիտեմ, ումից պահանջեմ, ումից։ Ասեք, երտանք պահանջենք։ Ինչ որ կոնկրետ մեկին ասեք, երտանք դուրս պահանջենք։ Ինչքան դժվեցիք գումարային առումով։ Երևի մոտավորապես մի 60, քանի 60,000։ Գնում եք արտագնա աշխատանք։ Հա։ Աստորեն։ Քանի որ մեր երկիրը շատ լավն է, հիմա երտանք դուրս աշխատելու։ Անուշ Ավան Հարությունյանը Գյումրիի միջադեպով հարուցված քրեական գործում արդեն երկրորդ մեղադրյալն է։ 2 շաբաթ առաջ նույն մեղադրանքով ձերբակալվեց, ապա ստորագրությամբ ազատ արձակվեց Սառնախբյուրցի մնացական Ալեքսանյանը։ Այսօր ի դեպ լրանում է հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատների կողմից գլխավոր դատախազին տրված վերջնաժամկետը։ Ավետիսյանների իրավահաջորդները պահանջում են Գևորգ Կոստանյանից, որ գար Գյումրի ու պատասխաներ իրենց ուզող հարցերին։ Ժամկետը սպառվեց, սակայն Կոստանյանն այդպես էլ չեկավ Գյումրի։ Ավետիսյանների հարազատները սպառնում են վաղը բողոքի ցույցեր սկսել։ Դրանց ընդառաջ փաստորեն իշխանությունները կրկին մեղադրանք են առաջադրում ցույցերի մասնակիցներից մեկին։ Արդյոք այս քայլով չեն փորձում գյումրեցիներին վախեցնել, հարցին Անուշ Ավանը պատասխանեց։ Խափանման միջոց ընտրել է մեղադրանք ներկայացնելը, ինչ կարծիք եք։ Չկապունի, որ ասեք մարդիկ դուրս չկան փողոց։ Չգիտեմ, ես չեմ կնասեմ, ես իրանց պես չեմ մտածել։ Իրանք ուրիշ ձևի կմտածեն, ես ուրիշ ձևի, ես չեմ կնասեմ, իրանք ինչ ձևի կմտածեն։ Արդյոք կաբունի թե չէ։ Իսկ նախազգուշացումը այլ են ձեզ ցույցերի դուրս չգալ։ Չէ։ Նման քայլերի այլևս չգնալ։ Չէ։ Գյումրիի միջադեպի հետևանքով 23 ոստիկան է դիմել Գյումրիի բժշկական կենտրոն, ճիշտ այդքան 23 քննիչ էլ հիմա զբաղված է մեղավորների հայտնաբերմամբ։ Ի դեպ, նույն օրը քաղաքացիական 10 անձել էր վիրավորվել, սակայն այս պահին քաղաքացիական անձանց մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանք որևէ մեկին չի առաջադրվել։